Հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն է Միասնության թևեր կուսակցության պատգամավորության տեխնացու Լիպարիտ Դրմեյանը։ Բարև ձեզ, պարոն Դրմեյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Դե ինչ, մեկ օր է մնում, կարծում եմ կարելի է արդեն ամփոփել քարոզարշավը, առավել ևս որ ձեր քաղաքական ուժը բավականին ակտիվ քարոզարշավ իրականացրեց։ Բավական ինտենսիվ քարոզարշավեր այս ընթացքում հնարավորություն ենք ունեցել ամբողջ Հայաստանի տարածքով, բոլոր մարզերով քարոզարշավ անցկացնել եւ մի բանում ենք համոզվել, որ եւ քաղաքային բնակավայրերում եւ հատկապես գյուղական ու սահմանամերձ բնակավայրերում մարդիկ կարոտ են արդարությանը։ Այդ կարգախոսով մենք այսօր հայտ ենք ներկայացրել գալ իշխանության։ Եզրափակիչ ակորդը, հա, ոնց է լինելու, որտեղ է լինելու վաղվա օրը։ Մենք նախատեսել ենք այդ խորվիրապ մեր քաղաքական թիմով, սա խորհրդանշական վայր է, հատկապես հաշվի առնելով, թե ինչպիսի պայքար է գնում հայկականության, հայկական սիմվոլիզմի, ընդհանրապես հայ ինքնության դեմ այսօր եւ ընդհանուր առմամբ մեր համոզմամբ այսօրվա քարոզարշավը, այս տարվա քարոզարշավը հենց պայքար է արժեքների միջև։ Մենք կարծում ենք, համոզված ենք եւ Միասնության թևերը եւ Միասնության թևերին միացած Շանդաշինգ կուսակցությունը, որ քանի դեռ չի վերականգնվել արժեքային համակարգը հայ հասարակությունում, որի դեգրադացման հեղինակները գրեթե բոլոր ժամանակների իշխանություններն են, իսկ դրա կուլմինացիան վերջին 8 տարիներին իշխանության ղեկին գտնվող քաղաքացիական պայմանագիրը մենք հաջողություն չենք ունենալու, դրա համար մենք գալիս ենք արժեքներով եւ մեր կոչն է, որ արժանապատվությունը հաղթի փողին ու փորին։ Հասկանալի է։ Ընդհանուր առմամբ քարոզարշավը ինչպիսին էր, լավն էր, թե լավը չէր, ավելի շատ քարոզ էր, քարոզարշավ էր, թե հակաքարոզ հակառակորդների հանդեպ։ Տեսեք, վերջին շրջանում մի քանի տարիների հատկապես այն ատելությունը, թշնամանքը, ատելության խոսքը, որ գեներացվել է ուղիղ եթերում, գեներացվել է սոցիալական հարթակներում, դրա հեղինակը մեր համոզմամբ գործող իշխանություններն են, ցավոք սրտի իջեցրել է շեմը քաղաքակիրթ պայքարի։ Եթե դու փորձում ես ծավալել դիսկուրս քաղաքակիրթ ձևով, խոսել բովանդակային հարցերի շուրջ, իջեցնում են այդ խոսույթի մակարդակը առնվազն փողոցային մակարդակի, ինչպիսի բառապաշար է հնչում այսօր հատկապես գործող քաղաքական ուժի կողմից եւ ժողովրդի մոտ տպավորություն է ստեղծվում, թե կիրթ խոսելը կամ գրագետ խոսելը կամ բովանդակային հարցերի շուրջ խոսելը թուլության նշան է։ Ամենևին ոչ, այսպես չէ, եւ ես կուզենայի տեսնել ավելի իհարկե քաղաքակիրթ պայքար, ինչը բնորոշ է զարգացած դեմոկրատական երկրներին։ Մի քանի անգամ նշեցիք գործող քաղաքական ուժի հանգամանքը, այսինքն մյուս բոլոր հակառակորդները ընդդիմությունը այդ խոսույթը չէր օգտագործում, ավելի քաղաքակիրթ կարծեր իրականացնել։ Գիտեք, ես նշեցի, որ հատկապես վերջին 8 տարիներին եւ պատահական չէր, որ խոսքի սկզբում նշեցի արժեքային համակարգի դեգրադացիայի մասին։ Իհարկե, եթե 30 տարիներում մեր հասարակության իմունիտետը արժեքային իմունիտետը չզրոյացվեր, մենք այսօր չէինք ունենա քաղաքացիական պայմանագրին որպես իշխանություն։ Եվ սա կուլմինացիան է, այն ինչ որ ես ասում եմ, խոսքը վերաբերում է կուլմինացիային, որին հասել ենք վերջին 8 տարիներին։ Եթե մեքենայի վրայից, պիկապի վրայից կոչեր են արվում, որի բառապաշար ես ինքս թույլ չեմ տա այս եթերում հնչեցնել, ինչի մասին է խոսքը։ Վերջին 8 տարիներին դա էր զրոյացվում, իսկ մինչ այդ ինչ որ բան զրոյացվում էր։ Ասենք մարդու ձայնի արժեքը, երբ մասսայական ընտրակաշառք էր տեղի ունենում, այն ժամանակ ինչ էր զրոյացվում ըստ ձեզ։ Այո, ընտրակաշառք եղել է, խախտումներ եղել են եւ այդ շարունակականությունն է, որ հասցրել է մեզ այսօրվա կետին։ Երբ որ ընտրություններից 1 կամ 2 օր առաջ իշխանությունը կիրառում է ռեպրեսիվ մեթոդներ ու օրինակ մեր թիմակիցներին, աջակիցներին կանչում վարժական հավաքների, ինչու դա հնարավոր չէր անել ավելի վաղ։ Բառացիորեն մի քանի ժամ առաջ մենք տեղեկություն ենք ստանում, որ Արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչների կանչում են վարժական հավաքների։ Գիտեք, սա միայն վերջի 8 տարիների
գործնեության կամ ապաշնորհ կառավարման արդյունք չէ, սա եկել է շատ ավելի վաղուց։ Ցուցիչների։ Ես խոսում եմ մեր ուժի։ Ընթացիկ գործընթացը ամբողջ տարվա ընթացքում լինում են, եթե մի հատված համընկնում է նախընտրական շրջանը, կարծում եմ այդտեղ ինչ որ քրեական քրեացի։ Ես չեմ խոսում քրեական, ես խոսում եմ, գիտեք, իշխանությունը ունի բավականաչափ ռեսուրս, իրավական գործիքակազմի տակ թաքցնելու ռեպրեսիվ մեխանիզմները։ Դա բոլոր իշխանություններն են ունեցել, սկսած 90 թվականից։ Դուք գալիս եք կամ ավելի ճիշտ փորձում եք գալ որպես նոր ուժ, որը չի կիսում եւ ներկաների եւ նախկինների տեսակետները, դիրքորոշումները, մոտեցումները։ Հստակ գծեր ունենք, մի տարբերություն մի շարք ուժերի, մենք ասում ենք, որ չի կարող լինել գործող իշխանության վերարտադրություն եւ քաղաքացիական պայմանագրի իշխանության գալ, եթե մենք ուրեմն եւս լինում ենք խորհրդարանում։ Մենք ասել ենք, որ նախկին նախագահները շատ լավ կլինի, որ չլինեն իրենց դեմքով ներկայացված, որովհետև գործող իշխանությունը սնվում է նախկին իշխանությունների, դա նրանց խոսույթն է։ Ամեն ինչում մեղավոր են նախկինները եւ այն վիճակում, որում հայտնվել ենք, նախկինները չկան նախկինները։ Դրա համար մեր կոչն էր, որ գործող նախկին նախագահները իրենց ձեռքբերումները, իրենց չարածները, ձախողումները հաշվի առնելով չմասնակցեն ընտրություններին եւ այսօր մենք տեսնում ենք առաջին դեմքերի մասին եք ասում, այսինքն հիմա ավարտեմ խոսքս, մենք տեսնում ենք, որ մեր մյուս կարմիր գիծը, երկրորդ նախագահը եւս մասնակցում է որպես վարչապետի տեխնացու, մեր կոչն է եղել, որ ինքը եւս չմասնակցի որպես վարչապետի տեխնացու։ Քաղաքակիրթ աշխարհում երկու ժամանակահատվածից հետո, երբ որ իշխող ուժը կամ ղեկավարը լինում է նախագահ կամ վարչապետ, այլևս չեն մասնակցում 4-րդ, 5-րդ, 6-րդ անգամ։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիրն ասում էր Սերժ Սարգսյանը, որ երրորդ արդեն անգամ է ուզում երկրի ղեկավար լինել, ինչ են անում իրենք։ Նույնությամբ կրկնում են ուրեմն Սերժ Սարգսյանի գործողությունները։ Սա մեզ համար ընդունելի չէ եւ դրա համար այս կարմիր գծերը շատ հստակ գծել են ոչ քաղաքացիական պայմանագրին եւ նաեւ կոալիցիա չի կարող ձևավորվել նաեւ պարոն Քոչարյանի շուրջ։ Հիմա նոր հարց ուղղեմ։ Խոսքը միայն այդ առաջին դեմքերի մասն է, այդ դեմքերով չմասնակցենա, որովհետեւ տեսեք, երրորդ նախագահը չի մասնակցում, բայց շատ մարդիկ կան, որոնք տարբեր քաղաքական ուժերի մեջ ներդրված մասնակցում են եւ որոնք երրորդ նախագահի օրոք բավականին, այսպես պատկառելի բարձր պաշտոններ են ունեցել։ Գիտեք, մեր իրականության մեջ, հայկական իրականության մեջ, ընդհանրապես նաեւ քաղաքական կուլտուրայում, այո, առաջին դեմքերը շատ որոշիչ դեր են ունենում եւ ազդեցություն են ունենում հասարակական կարծիքը ձևավորելու վրա։ Եթե քո ղեկավարը նեուսն եմ խնդրում ես բարձրացնես, բայց թերուս է, ընկալումը լինում է այդ ուժի վերաբերյալ այդպիսին։ Այո, մեր խոսքը վերաբերում է նրան, կոնկրետ քաղաքացիական պայմանագրի պարագայում մենք համոզված ենք, որ այդ կուսակցության մեջ անգամ կան մարդիկ, ովքեր ունեն որոշակի արժեքային համակարգ, ցավոք սրտի գերի են սեփական կուսակցության վերնախավին։ Մենք խոստացել ենք հետ բերել ոչ միայն հայ գերիներին Բաքվից, այլ նաև ազատագրել եւ հայ ժողովրդին եւ այն շարքային քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամներին, ովքեր գերի են սեփական վերնախավի ձեռքին։ Շնորհակալություն։ Ես այդ հարցը նաև ձեր կուսակցության այլ ներկայացուցիչների եմ ուղղել, հիմա ձեզ եւս կուղեմ կոալիցիայի հետ կապված։ Ձեր տրամաբանությունը, ձեր մոտեցումը ոչ ներկաների, ոչ նախկինների ենթադրում է, որ ազգային ժողով անցնելու պարագայում դուք հանրահաշտության դեպքում, եթե պետք լինի կոալիցիա կազմել, չպետք է կազմեք կոալիցիա։ Այդ սկզբունքը կմնա, թե Արման Թաթոյանը կարող է ինչ-որ բան փոխվել։ Արման Թաթոյանը հնչեցրել է այդ կարծիքը, որ չի լինելու այնպես, որ մենք խոչընդոտ հանդիսանանք կոալիցիայի կազմանը։ Մենք ունենք վարչապետի սեփական տեխնացու Արման Թաթոյանը եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի նա որպես վարչապետ ղեկավարի այս երկիրը։ Եթե ձեր տեխնացուն նույնիսկ շատ մեծ ցանկության պարագայում չի կարողանա ընտրվել վարչապետ, այդ դեպքում կմտածեք այդ դեպքում։ Այս պարագայում մենք արդեն ընկնում ենք ուրեմն կոնսպիրոլոգիական գծի մեջ եւ ես չէի ցանկանա, որ եթերս զբաղեցնենք այդ եթեհապաներով։ Մեր կարմիր գծերի մասին ես հստակ նշեցի, ընտրական զարգացումները ցույց կտան, թե ինչպիսի կոնֆիգուրացիա կձևավորվի ամսի 8-ին ազգային ժողովում։ Չէ, ես կարծում եմ, եթերը մենք նորմալ կոնտենտով ենք զբաղեցնում։ Լավ, ամեն դեպքում ոչ բոլորն են ձեզ որպես նոր ուժ համարում, այն հայտնի հանգամանք հաշվի առնելով, որ ձեր առաջին համարը երրորդ նախագահի օրոք
պաշտոն է ունեցել ու եւ այդպես այդ տրամաբանության մեջ։ Էլի պիտի ցավոք սրտի հետ գնամ արժեքներին, որովհետև արժեքային դեգրադացիան նաև տանում է ժողովրդի լայն զանգվածների մոտ այդ տրամաբանական մտահանգումների սխալին։ Ես ինքս 2008 թվականից աշխատել եմ դատական համակարգում, աշխատել եմ գործադիր համակարգում, այսինքն 2008 թվականին ով էր Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հետո Նիկոլ Փաշինյանը, պետական ծառայությունը, հանրային ծառայությունը արժեքահեն ծառայություն է։ Այո, գործող կուսակցության իշխանության պայմաններում ընկալումն այնպիսին է, որ այդ բոլոր պաշտոնները պատկանում են կուսակցությանը, բայց դա միայն նրանց պատկերացումն է։ Ես մշտապես համոզված եմ եղել եւ ունեցել եմ այն համոզմունքը, որ պետական ծառայողը մեկ սուբյեկտի է ծառայում, այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Պարոն Թաթյանի պարագայում նույնն է եղել, նա այո եղել է փոխնախարար, պատվով է կատարել իր լիազորությունները, ընդ որում փոխնախարարը քաղաքական պաշտոն չէ, փոխնախարարը քաղաքական պաշտոն չի համարում, այսինքն անկախ քաղաքական ուժերի դիրքավորումից այն ժամանակ փոխնախարարը համարվում էր ուրեմն ոչ քաղաքական պաշտոն։ Դարձել է մարդու իրավունքների պաշտպան, արդեն գործող իշխանությունների օրոք եւ նորից պիտի նշեմ, պատվով է կատարել իր լիազորությունները։ Գաղտնիք չէ, որ հատկապես 2020 թվականից սկսած եզակի պաշտոնյան էր, ով որ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացվող հիմնարար բոլոր իրավունքների վերաբերյալ բարձրաձայնում էր ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային գործընկերների մոտ եւ միջազգային հարթակներում ու գործուն ջանքեր է ունեցել նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցում։ Մի քիչ ծրագրերից խոսենք, ձեր տնտեսական ծրագիրը 7 հիմնական ուղղություն ունի, եթե չեմ սխալվում, այլ ամենակարևորները որոնք են, փորձեք այսպես համառոտ նկարագրել։ Իհարկե, առաջին հերթին անվտանգությունը եւ տնտեսական զարգացումը։ Մենք մեր ծրագրի հիմքում մի կարևոր նաեւ առանցք ենք դրել, որը չեմ նկատել կամ միգուցե տեղադրված չեն եղել ծրագրերը ընտրական հանձնաժողովի կայքում այլ ուժերի մոտ, դա գիտությանը տրվող աջակցությունն է, շատ լուրջ աջակցությունը, որը մեր իշխանության պարագայում գալու պարագայում լինելու է։ Մենք համոզված ենք, որ բոլոր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գիտությունը պետք է ունենա լուրջ ներդրում եւ լուրջ ասելիք այն երկրները, որոնց փորձում է Հայաստանը եւ Հայաստանի պես երկրները հասնել, զարգացած երկրների մասին է խոսքը, բոլոր ոլորտներում հիմքում ունեն որ գիտությունը, գիտության ձեռքբերումները։ Բնականաբար անվտանգություն, բնականաբար կրթություն, վերջ է դրվելու այս արատավոր երևույթին, որ սահմանամերձ շրջաններում փակվում են դպրոցի շենքերը, եւ եթե դուք հարցնեք իշխանություններին, նրանք ասեն, որ դպրոցները չեն փակվում, այո, միգուցե դպրոցի անվանումը չի փոխվում, բայց դպրոցի շենքը փակվում է եւ այդ գյուղից երեխաները տեղափոխվում են ավելի խորք, արդյունքում մենք ունենում ենք դատարկված գյուղեր սահմանային շրջաններում։ Սպորտ, մշակույթ, այս բոլորը մեր ծրագրում ներառված են։ Իշխանությունները կասեն, որ դպրոցներ են կառուցում, որոնք յուրատեսակ ու բացառիկ են, չգիտեմ, ես չեմ ուզում իշխանության ամենևին չվիճարկելով դա, այսօրվա կանոնությունն ու որոշումն է նշում, թե ինչ վիճակա սահմանամերձ շրջաններում, երբ որ գյուղի դպրոցը պիտի փակվի։ Անկամ եթե այնտեղ կա 7 երեխա, այդ 7 երեխան պետք է այդ գյուղում գնան, որպեսզի ձևավորվի միջավայրը։ Հասկանալի է։ Ես չգիտեմ, երևի որևէ քաղաքական ուժ, որի ծրագրերում ընտրապայքարի մեջ մտած չկա այդ անվտանգության բաղադրիչը եւ այն ամենաառաջնայինը չէ, բայց միևնույն ժամանակ չգիտեմ որևէ քաղաքական ուժ, որը շատ հստակ հիմնավորված բացատրի, թե ինչպես կարելի է հասնել այդ անվտանգության ու վերջնական խաղաղությանը։ Սեփական ուժերով, ապավինելով առաջին հերթին սեփական ուժին, չփնտրելով երաշխավոր որևէ տեղ։ Բոլոր երաշխավորները, ովքեր էլ կգան ու կգնան, պետք է ստորադասված լինեն նրանց հարաբերությունները սեփական շահին, Հայաստանի շահին։ Սա մի քիչ միգուցե այսպես բան է հնչում, պաթոսային է հնչում, բայց ցավոք սրտի դարձյալ այսօրվա կետը, որում գտնվում ենք, այդ երաշխավորներ փնտրելու արդյունքն է։ Տեսեք, հնչում է դիրքորոշում պաշտոնական, որ մենք հապուկում սառեցրել ենք մեր կարգավիճակը։ Պարզ է, դուք հստակ պատկերացնում եք եւ երաշխավորված ասում եք, որ դնենք այդ ենթադրյալ երաշխավորների առաջ։ Եթե չենք դնում, ուրեմն պետք է դադարեցնենք անդամությունը։ Հասկանում եք, այդ սեփական ուրեմն ուժերին ապավինելը այդպես է լինում։ Խիզախ որոշումներ կայացնելով եւ դրա համար պատասխանատվություն կրելով։ Իսկ պատասխանատվություն կարող է կրել այն սուբյեկտը, այն անձ, այն ուժը, ով որ արժեքային համակարգ ունի գործունեության հիմքում։
տնտեսության անցնենք, այ ձեր տնտեսական ծրագրերի հեռանկարում տեսնում եք թրիպի նախագիծը, որն ի դեպ այսօր պաշտոնապես ստորագրվեց։ Թրիպի փաստաթղթային որոշ բազան է այս պահին պատրաստ, այն սա խոսում եմ նրա մասին, ինչ որ հանրային տիրույթում է հասանելի։ Թրիպը մեր ընկալմամբ խոշոր նաև ներդրումային ծրագիր է, հայ-ամերիկյան, գերազանցապես հայ-ամերիկյան եւ մեծ ազդեցություն ունի Հայաստանի սահմանների ապաշրջափակման առումով։ Բայց չպետք է մոռանալ գալով նախորդ խոսույթին, որ ցանկացած միջազգային կամ անգամ երկկողմ հարաբերության կոնտեքստում մենք պետք է գերապատվությունը տանք սեփական շահին։ Ուրեմն թրիպը պետք է նաև օգտագործվի Հայաստանում Հայաստանի դեօկուպացիայի համար ադրբեջանական զորքերից։ Սա չպետք է լինի միակողմանի զիջում, սա մեկ, եւ երկրորդ ամենակարևոր հանգամանքը այն ինչ գրված է թրիփում, իհարկե շատ գրագետ ձևով ներկայացված է Հայաստանի ինքնիշխանություն, ինքնավարություն, տարածքի ուրեմն սուվերենություն եւ այլն, թղթի վրա գրվածը մեկ իրողություն է, իրականության մեջ այդ ամենը իրագործելը լրիվ այլ։ Մենք ցավալիորեն ունեցել ենք նման փորձ, երբ միջազգային պայմանագրի կոնտեքստում, որտեղ գրված է սուվերենություն, իրականությունը լրիվ այլ է։ Այսինքն շատ հստակ չեք պատկերացնում թրիպի ծրագիրը ձեր ապագա այսպես տնտեսական, տեսլականում, բայց չեք էլ բացառում, որ թրիպը արդեն փաստաթղթային առումով իրականություն է։ Մենք առաջարկում ենք դրան զուգահեռ կլինի իշխանություն, ամեն ինչ կարող է 180 աստիճանով փոխվել, չէ՞։ Միասնության թևերը այն ուժը չէ, որ այդպեսի մերկապարանոց։ չեմ ասում, ընդհանրապես ասում եմ։ Ես էլ կարող եմ որպես միասնության թևերի ուժ ներկայացուցիչ հանդես գալ։ Տեխնացուն չէ, իշխանություն դառնալու։ Քանի որ ինձ եք հրավիրել հարցազրույցի, ես միասնության թևերի անից կարող եմ ասել։ Իհարկե թրիպը իրագործելի է, բայց մենք թրիպին զուգահեռ պետք է նաև հյուսիս-հարավ միջանցքի մասին խոսենք, հյուսիս-հարավ առևտրաշրջանառության մասին խոսենք, որը ել ավելի շատ Հայաստանի Հանրապետությանը կդարձնի իրապես տնտեսական միջանցք արևելքի ու արևմուտքի միջև։ Եվ վերջի շրջանի այդ շատ հնչեղ իրադարձություններից Ռուսաստանը գտնում եք, որ շատ կտրուկ տնտեսական սանկցիաներ է կիրառում Հայաստանի հանդեպ։ Եթե այո, ինչի է դա կապված։ Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից։ Գիտեք, դրանք այն որ կիրառվում է փաստ է, բայց այդ հարցը ինձ թվում է պետք է տանք առաջին հերթին գործող իշխանությանը, որովհետև հարաբերությունները այդ իշխանությունը շարունակ գործողը գուցե մի քանի օրից այլևս չի գործի, դուք որպես հետո իշխանություն։ Մեր ուրեմն կուսակցության անդամ եւ պատկանության տեխնացու պարոն Անանյանը, երբ որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում նման խնդիր մենք չենք ունեցել։ Հենց պայմանավորված նրա պրոֆեսիոնալիզմով։ Դրա համար ենք ասում, որ բարդ հարցերին համար պատասխանը խնդիր չենք ունեցել։ Տնտեսական, հենց օրինակ Լաչինի ներողություն, հենց օրինակ Լարսի հետ կապված այդ փակելու ճանապարհները, ապրանքները չթողնելու, ապրանքները երկար սահմանին մնալու, որովհետև խոսքը վերաբերում է նրան, որ բարդ հարցեր տալու համար պետք է կարողանալ պատասխանատվություն նաև ստանձնել ու առաջ տանել այդ հարցերը։ Մեր համոզմամբ միասնության թևերն ունի այդ կարողությունը ի տարբերություն գործող իշխանության։ Շնորհակալություն լավ զրույցի համար։ Այսքան արգել է հեռուստատոներ, հեռանկարի հյուրն էր միասնության թևեր կուսակցության պատգամավորության տեխնացու Լիպարիտ Դրմեյանը։